Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, ԱՄՆ փոխնախագահի այցի շրջանակներում հայտնի դարձավ, որ Հայաստանը ամերիկյան հետախուզական ԱԹՍ-ներ է ձեռք բերում։ Դուք սա համարում եք արդյունավետ ձեռքբերում Հայաստանի պաշտպանության համար, թե ոչ։ Եվ հունվարի 28-ին, երբ խոսում էին զինվելուց եւ այլն, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ՀԱՊԿ խանգարում էր առաջ զինվել։ Հետո ընդդիմության կողմից այդ նաև ձեր կողմից եղավ մեկնաբանություն, որ ինչ պետք է եղել ձեռք են բերվել, իշխանականները ձեզ հակադարձեցին, նշելով, որ ինչ նկատի ունեն հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, այն մետաղաջարդոնը, որ տոննաներով բերում են, դուք դա նկատի ունեիք, խնդրեմ դա մեկնաբանեք։ Եվ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից ջախջախվելով մաքրվելու են նախկին նախագահները, ըստ էության նաև իրենց թիմերը, օլիգարխները, հնարավոր է, որ սա արդեն ի գիտություն ունենալով հանրապետականը չմասնակցի ընտրություններին։ Եթե որևէ հարցադրում մոռանամ, խնդրում եմ ընթացքում ինձ հիշեցնել, որովհետև շատ են հարցերը, բայց սկսեմ զինտեխնիկայի հետ կապված թեմաներից։ Գիտեք, որոշակի պարբերականությամբ իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են մեղադրանքներ նախորդ բոլոր կառավարություններին այնպիսի թեմաներով կամ զինտեխնիկայի այնպիսի նմուշների գոյության մասով, որոնք նաև այսօր էլ առկա են զինված ուժերում։ Եթե դրանք մետաղե ջարդոն են եղել, ապա դրանք ինչ գործ ունեն զինված ուժերի կազմում։ Ավելին ասեմ, նույն այն ամրացման շրջանները, որոնք վերջին շրջանում բավական լայն թափով նաև ներկայացում են, նույն այդ ամրացման շրջաններում ինքս հանդիպել եմ այնպիսի նմուշների, որոնք 60-ական, 70-ականներ կամ նրանց ասած 30-ական թվականների նմուշներ են։ Ավելին ասեմ, հրետանային միջոցներ են, որոշների դեպքում այսպես կոչված հոբ միջոցներ են եւ այլն։ Այսինքն մարդկանց մի մաս, ովքեր խոսում են նմուշների մասին, փորձում են համացության մեջ դնել միջև 18 եւ 18-ից եղած նմուշները, այդ մարդիկ կամ մանրամասն չեն տիրապետում զինված ուժերի նախորդ ժամանակվա հատվածի եւ այսօրվա ժամանակահատվածի գոյությանը կամ դիտավորար հասարակությանը տանում են մոլորության։ Ես ինքս ամրացված շրջաններ դեռևս մի քանի տարի առաջ այցելել եմ, ինքս տիրապետում եմ տարբեր առանձնահատկություններում, այնտեղ նախատեսված տարբեր միջոցներին, ինքս տեսել եմ տարբեր հրետանային միջոցներ կամ հոբ միջոցներ, որոնք տեղակայված են, բայց դրանց մասին հրապարակային չեմ խոսել, համարել եմ դա գաղտնի էլեմենտներ, ի տարբերություն պաշտպանության նախարարության, որոնք սուտ ընտրական քարտաշավի առանձնահատկությունից ելնելով ամբողջությամբ հակառակորդի համար հնարավորինս ներկայացնելու են դարձրել այն ամենը, ինչ որ այսօր կա այդ ինժեներական կառույցների հետ կապված։ Իսկ վերաբերում է իշխանության գլխին կամ ռեժիմի առաջնորդությամբ գտնվող անձանց հայտարարություններին, ապա քաղաքական process-ները ինքնին ցույց են տալիս, ովքեր են կենսունակ ուժեր, ովքեր են տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծում, ովքեր են մրցունակ եւ ում խոսքը արժեք ունի, ով է ներկայացնում իրականությունը եւ իրականության մեջ ում քաղաքականությունն է, որը երկիրը բերել է հասցրել է այս կետին։ Կներեք, իսկ ներողություն, արդեն սպասում եմ, բայց հարցը չպատասխանել, հարցը հնչել է ամերիկյան ԱԹՍ-ն ձեռք բերում համարում եք, թե ոչ։ Դե ես ամեն դեպս ավելորդություն չի լինում ես համար, միայն այստեղ նաև կարևոր արձանագրում անեմ, որ մեր ռազմաարդյունաբերական որոշ ընկերություններ եւս ունեն նմուշներ, որոնք այսօր հիմնական շուկաներում հագին մրցունակությունը առաջացնում են։ Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցությունը բայց շատ կարևոր է դիտարկել ռեգիոնալ տեսանկյունից, թե Հայաստանին մատակարարված եւ Ադրբեջանի հետ եղած հնարավոր ռազմական համագործակցությունը ռեգիոնում հավասարակշռությունը պահպանում է, թե խախտում է։ Շնորհակալություն։